Նախ կուզեմ շնորհավորել Սուրբ Ծնունդը եւ Նոր տարին բոլորին, թող այս տարին ուրախության եւ հաջողության տարի լինի բոլորի համար, բայց նույն պահին չսպասենք հրաշքներին, որովհետեւ ուրախությունը եւ հաջողությունը մեր ջանքերով, մեր հավատքով եւ աղոթքով ենք ձեռք բերում։ Անուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբո, ամեն։ Մենք սովորաբար աշխարհային հոգևորից ավելի ենք գերադասում։ Ուզում ենք ամեն ինչի մեջ առաջինը լինել, որ մարդիկ տեսնեն ու ճանաչեն իբրև հեղինակություն ունեցող մեկը, թե գործի վայրի մեջ, թե ընտանիքի եւ թե նույնպես եկեղեցու մեջ։ Սա մարդկային բնության մեջ է, բայց միշտ հիշենք Հիսուսը ինչ ասեց Ղուկասու ավետարանում մեջ. Առաջնորդը պետք է կրտսերի նման լինի, իսկ մեծը սպասավորի։ Նա խոնարհությունը եւ անձնուրացությունը ավելի կարևոր է նշակում, քան դիրքը։ Ինչու՞։ Հեզ անձնուրաց լինելը չի նշանակում, որ տկար ենք կամ ուրիշը մեզանից ավելի լավ է, այլ ընդհանրակարգը նշանակում է, որ զորավոր ենք ու ինքնատիրապետություն ունենք, որովհետև մենակ չենք, այլ Քրիստոս մեզ հետ է։ Մարդկանց մեջ հեղինակություն եւ պատիվ շահելը դժվար բան չէ, բայց Քրիստոսի հեղինակությունը եւ պատիվ ստանալը դժվար է իրագործել։ Այդ հեղինակությունը, պատիվ շահելը պետք է հեզ լինենք։ Պետք է ամենից փոքր դառնանք։ Պետք է հարգենք ու արժանավորենք բոլորի կարծիքները։ Պետք է ասենք, թե շատ բան չգիտենք, մինչդեռ մենք ենք, որ առաջնորդելու ենք առանց որևէ մեկը նկատելու։ Սովորաբար ինչպես ենք վարվում մեզանից ամենափոքրերի հետ։ Հաճախ ասում ենք, ինչ գիտես դու, տակավին փոքր ես եւ փորձառություն չունես։ Չգիտես, թե ինչի մասին ես խոսում եւ այլն։ Քրիստոս ուզում է, որ մենք առաջնորդենք, բայց այնպիսի ձևով, որ մարդիկ տակավին մեզ նայեն որպես ամենափոքրը եւ ամենաանփորձը, բայց իրականում մեր խոնարհության շնորհիվ մեր միջոցով Աստված է առաջնորդում։ Երկրորդ, այն որ ծառայում է ուրիշներին ամենամեծն է բոլորի առջև։ Ինչպես։ Մեր հասարակության մեջ մենք հաճախ ուրիշներին տեսնում ենք որպես սպասավորներ։ Երբեմն հպարտությունը գրավում է մեզ եւ մենք դրանց որպես ցածր մակարդակի մարդիկ ենք տեսնում։ Օրինակ, երբ ռեստորան ենք գնում, գուցե մատուցողին նայենք որպես մեկը, որ վեզանից վար է գործի պատճառով, բայց այս չի նշանակում, թե մենք նրանցից վեր ենք։ Եթե մենք իրենց վճարում ենք։ Սպասարկելը այն է, ինչ որ Հիսուսը արեց մեզ համար։ Նա եկավ մեզ բոլորից ծառայելու իբրև Աստծո որդի։ Գիտենք, որ նա մեզ բոլորիցս շատ ավելի մեծ ու հզոր է։ Հետո ինչու մեզ ծառայեց։ Այդպես մեծ առաջնորդները իրանց հետևորդներին սովորեցնում են, թե ինչպես լավ առաջնորդ դառնան, բոլորի հանդեպ խոնարհություն ցույց տալով անկախ իրենց դիրքից եւ կարգավիճակից։ Ժամանակին ես ծառայում էի նավատորմի մեջ մեծ առաջնորդի հսկողության տակ։ Մարդ, որ կարևորություն չէր տալիս, թե քանի աղս կար իր ուսերին, կամ թե դիմացը կանգնած մարդը քանի գիծ ուներ իր թևերում։ Երբ համազգեստով էր, այն մեր սպասավորն էր, իսկ երբ համազգեստից դուրս էր, մեր բարեկամն էր։ Նա ուշադրություն չէր դարձնում, թե
տարիքով որքան մեծ էր երիտասարդ նավաստիների մեծամասնությունից։ Նա մեր բարօրության եւ ապահովության մասին էր մտածում։ Ամեն անգամ, երբ մեր նավն էր այցելում, կամ նույնիսկ մեզ հետ ծառայության էր գալիս, ժամանակ էր անցկացնում բոլորի հետ, սկսած բարձրաստիճան սպաներից մինչև հասարակ նավաստինները։ Հիշում եմ գոհապանության տոնին նա իր կողքնոցը հագավ եւ օգնեց ընթրիք պատրաստել, մատուցել բոլորին եւ նույնիսկ մաքրություն անել։ Իր առաջնորդության պատճառով շատ կրտսեր նավաստիններ սովորեցին, թե ինչպես ծառայել եւ թե ինչպես խոնարհ լինել։ Նա իրենց ցույց էր տալիս, որպես ամենափոքրը եւ բոլորին ծառայում էր, ինչպես Քրիստոս մեզ պատվիրեց։ Որպես պատասխան շահեց բոլորի հարկանքն ու սերը։ Այսօր ձեզ բոլորիդ հրավիրում եմ աղոթելու Աստծո առաջ խոնարհ լինելու համար, խոնարհություն, որի մեջ հավիտենական երջանկություն ու երկնային հեղինակություն պիտի գտնենք։ Չմոռանանք նրան, որ խոնարհեց բոլորիս առջև, ուր է նա հիմա։ Նա նստած է ամենահոր աջ կողմը։ Amen. In today's society, we prioritize worldly matters more than our spiritual matters. Often, we like to be on the front page of everything. We want people to see and recognize as someone in authority, whether that's in our workplace, family, or here at the church. And this is in our human nature. But remember what Jesus said in Gospel of Luke. The leader should be like the youngest, and the greatest like the one who serves. He is emphasizing humility and selflessness over status. Why? Being humble, selfless, doesn't mean we are weak or someone else is much better than us. But on the contrary, it means we are strong and have self-control. We're not alone because Christ is with us. Having authority and honor among other human beings is not a hard thing to earn, but receiving authority and honor from Christ is hard to accomplish. In order to earn the authority and honor, we need to be humble first. We need to become youngest. We have to respect and value everyone's opinion. We have to pretend we don't know much, while we are the one who leads without anyone noticing. What do we do with the youngest among us? We often say, "What do you know? You are young and inexperienced. You don't know what you're talking about," and more. That's what Christ means. He wants us to lead, but in a way that people will still look at us as the youngest and most inexperienced one. But in reality, you are the one through whom God runs the show. Second, he who serves others is the greatest among all. But how? In our society, we often look at people who serve us as servers. Sometimes pride takes over us, and we look down at them. For instance, when we go to the restaurant, we might look at the waiter or waitress as someone who's below us because of their job. Being served by someone doesn't mean we're above them, even if we pay them. Serving is what Jesus' ministry was about. He came to serve all of us as the Son of God. We know he's much greater and powerful than all of us. Then why did he do that? That's how great leaders teach their followers how to become a good leader, by showing humbleness to everyone regarding their position and status. Once upon a time, I served under the leadership of a great leader in the Navy, a man who doesn't care how many stars are in his shoulder, or the person who's standing in front of him, how many lines they have on their sleeves.
When he was in uniform, he was our server. And when he was out of uniform, he was our best friend. He didn't care how much older he was than the majority of young sailors. He cared about our well-being and safety. Every time he visited our ship or even came to deployment with us, he spent a lot of time with everyone on the ship, from higher-ranking officers to firemen and seamen. During Thanksgiving, he put his apron on and helped to prepare the dinner. He helped to serve the dinner and clean up after everyone was done eating. Because of his way of leadership, many junior sailors learned how to serve and how to be humble. He acted like the youngest one and served everyone like Christ commanded us to do. In return, he earned everyone's respect and love because of his humbleness. Today, I invite all of you to pray to God for humbleness, which will give us eternal joy and real authority. Let's not forget who humbled himself in front of us for everyone and where he is right now. He's sitting on the right hand of Almighty Father. Amen.